Գործը իհարկե հերթական այս իշխանությունների կողմից հարված անհասկանալի գործ է եւ այն ինֆորմացիան, որը տարածվել է Ջակոբյանի կողմից այնքան հեղեղուկ է եւ այնքան Իջերի, որ այս պարագայում գործ անվանել դա հազարպես կարելի ակնհայտ է, որ այս խորհրդում այս իշխանությունները պետք է գնային ռեպրեսիվ հերթական քայլերին եւ փաստորեն հերթական քրեական գործընկերային եւ որին ակնկալում եմ ես արդյոք դատարանից օրենքին եւ իրավունքին համապատասխան որոշում ոչ թեև շատ կուզենայի որ գոնե այս անգամ դատարանը հաջողորեն մեզ զարմացներ եւ փորձեր գոնե ապացուցել որ դատական համակարգը անկախ է գործադիրից բայց ով է դատավորը այո սովորաբար եթե օրինակ գործը քններ Մասիս Մելքոնյանը մենք բոլորս հենց ի սկզբանե արդեն կունենայինք չէ Մասիսը չէ Մելքոնյան գործը քննում է դատավորը Աբելյան եթե չեմ սխալվում եթե մեկ վարքյան ճիշտ ասեմ անունը որպեսզի Գարիկ Աբելյանն է առաջընթաց կա հետևաբար ուզում ասեմ այս պարագայում այնպես չէ որ մենք հենց միանշանակ կարող ենք ասել որ դուրս են գալու խալանքի որոշումով բայց գիտեք մեր դատական համակարգը եւ հատկապես վերջին տարիներին այնքան է դարձել կախյալ որ շատ դժվար է լինում ակնկալել որ կկայացվեն արդարացի որոշումներ հետևաբար դա եմ ասում ես ուզում եմ որ հավատալ որ այս անգամ դատարանը մեզ հաջողել Տիկին Վարդանյան դուք որպես պատգամավոր այս մեղադրանքի հետ հատկացից կարող եք ասել մարդուն մեղադրում են իր գործունեության ընթացքում ինչ որ ապօրինի տեղեկություններ հավաքագրել պետական գաղտնիք օրինակ պատմիստից եւ տալ դաշնակից բարեկամ պետությանը ու դա համարվում է պետական դավաճանություն։ Նա պետք է սկսենք նրանից որ գործունեության ընթացքում դա տեղի չի ունեցել, այսինքն այն հաղորդակցությունը որ քննչական կոմիտեն սկզբում տարածեց, փորձում էր ստեղծել տպավորություն, որ Անդրանիկ Թևանյան падգամավոր է, հավաքել է ինֆորմացիա եւ ներկայացրել է, փոխանցել է ինչ որ այլ անձանց։ Հետո երբ բազաբանում եղավ որ 2024 թվականի ապրիլի 9-ին Անդրանիկ Թևանյանը падգամավոր չի եղել, հետևաբար չէր կարող ներկա լինել փակնիստին, մենք էլ հանկարծ հիշեցին, որ այնտեղ ապօրինի ձևակերպում ունեն եւ դրանով են հիմնավորում, որ ապօրինի ինֆորմացիա է ձեռքբերել։ Բայց եթե չեմ սխալվում, Անդրանիկ Թևանյանը նույնիսկ գաղտնիության այդ փաստաթղթի դեռ չէր ստորագրել, հետևաբար падգամավոր լինելու պարագայում նաեւ նիստին ներկա չէր գտնվելու, չէր կարող է դեպքում դեզանից է ստացել, այլ գործընկերներից է ենթադրյալ ինֆորմացիաները ձեռքներին Պարոն Մակարյան, դուք այս դատախազությանը հուշում եք, որպեսզի հաջորդը գնան մնացած բոլոր падգամավորների տները, ովքեր այդտեղ ներկա են եղել, խորհուրդ կտամ սկսել նաև ԿՊ падգամավորներից, որովհետև սովորաբար ինֆորմացիա հավաքել եւ ըստ օգնում կախված լուրերու ինֆորմացիա փոխանցելու սովորույթը հենց նրանց է պատկանում, բայց խոսելով հենց այդ նույն լսումների մասին, ես բազմապես կտամ հարգելի լրագրողներին հետ գնալ եւ ուսումնասիրել 2024 թվականի ապրիլի 9-ին եւ դրան հաջորդող հայտարարությունները եւ լրատվամիջոցներում եղած հրապարակումները եւ այլն։ Լսումներին անմիջապես հաջորդեցին հայտարարությունները եւ բազմաթիվ պատգամավորներ հենց այդ հայտարարությունների ժամին ասացին, որ այս լսումները փակ անցկացնելու իմաստը մենք այդպես էլ չհասկացանք, որովհետև լսումների ընթացքում որևէ փակ կամ գաղտնի ինֆորմացիա չփոխանցվեց։ Խոսքը վերաբերում էր սահմանազատման եւ սահմանագծման հարցի վերաբերյալ լսումներին 2024 թվականի ապրիլի 9-ին զեկուցողներն էին այն ժամանակ Մհեր Գրիգորյանը եւ Արադ Միրզոյանը, բայց ես խնդրում եմ մի զլացեք եւ հետ գնացեք ու նայեք այդ օրվա հայտարարությունները եւ դրան հաջորդող հրապարակումները, որովհետեւ լսումները, որ նախաձեռնվել էին ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ, ընդդիմադիր ուժերին այդպես էլ որևէ հստակեցում, որևէ բաժանումներ չտվեցին եւ մենք բոլորս այդքան նաեւ ես իմ հարցազրույցների ժամանակ շեշտել եմ, որ այս լսումների ընթացքում այդ լսումները հերթական անգամ այդ պետական պաշտոնյաների հրապարակային արված հայտարարությունները արժանանալից հայտարարություններ անելու հնարավորություններ տալիս։ Այլ այդ լսումները մի կողմ, որ ինքը չի մասնակցել, համարենք ինչ-որ տեղից դեռ կա, որևէ ԿՊ պատգամավոր Անդրանիկ Թևանյանին խաբարացրեց, ինչ է քննարկել։
Ես ասեմ, որ դեռ չեմ ասում, որ հատած է փաստում։ Հիմա այդ Անդրանիկ Լևանյանը ո՞նց է փոխանցել օրինակ այլ երկիր, օրինակ Ռուսաստան եւ որ գործընկերոջն է փոխանցել, որ այդ դավաճանության փաստում է։ Ես կարծում եմ, այդ բոլոր հարցերին հենց պետք է պատասխանի քրթական կոմիտեն, ինչ կարողություն ընթացքում, որովհետեւ այդ բոլոր հարցերը ծագում են մեզ մոտ։ Տելեգրամով աղարկյա Եվ ինձ օրինակ շատ հետաքրքիր է կարել է։ Թե այդ ինչ ապացույցներ են այս անգամ այսպես հորինելու, կտրելու, կպցնելու, որովհետև մեր վարույթները իրականացում են բացառապես կեղծված ապացույցների հիման վրա եւ ես ինքս էլ սպասում եմ տեսնեմ այս անգամ որքան է նրանց ֆանտազիան բավարարելու, որպեսզի կազմեն այնպիսի ապացույցներ, որոնք փոխեն հիմնավորել այս չգիտեմ ոչ խելամին բառերը Ես ասել եմ ապացույցների հետ կապված, որ ասում եք, որ ասենք ֆորմի Coca-Cola-ին տալիս համար, որոնք ապացույցային բազան հրապարակումների դեպքում, եթե ունի ձայնագրություն, տեսանակ, եթե կա, ինչի՞ չեն հրապարակում։ Ենթադրում եմ դեռ այս պահին իրենք այդպիսի ապացույց չեն կազմել, ինչու եմ ասում, կազմել, որովհետև սովորաբար ինչ են անում, վերցնում են որևէ հաստատում կամ որևէ ձայնագրություն, կտրում կպցնում են իրար, ինչպես բազմաթիվ գործերով դրան ականատես են եղել եւ հետո հրապարակում են։ Ենթադրում եմ այս անգամ այնքան հրատապ են գործել, որ առայժմ այդպիսի ապացույցներ չեն։ Ամեն ինչ եթե բանի դեպքում, զանգակի դեպքում ապացույցները վրազ իրակ են, բայց մենք ամեն օր ըստեյության լրատվամիջոցներում քրթական կոմիտեի կողմից տարածելուց հետո արդեն տեսնում ենք տարբեր տեսակի ձայնագրություններ եւ այլն, խիստ կասկածելի ձայնագրություններ, հետեւաբար այս պարագայում ես կարծում եմ, որ դեռ ամեն ինչ առջևում է, դեռ իրենք պետք է փորձեն ուրեմն այնպիսի ապացույցներ իրենց համար ձեռնտու ապացույցներ կտրեն, կպցնեն, որ կարողանան այս աբսուրդը հիմնավորել։ Տիկին Վարդանյան մի բան է, Անդրանիկ Լևանյանը համարում է ռուսական գործիք։ Ես կարծում եմ դրա պատասխանը պետք է տան իր լոկալությունների հետևող քաղաքացիները, որովհետև ես չեմ բաժանում որևէ մեկի պրոռուսական կամ պրոարևմտյան, ես դիտարկում եմ Անդրանիկ Լևանյանը հայաստանյան գործիք։ Ինքը Ռուսաստանից երբևէ որևէ գումար ստացել, ինքը բանի դիմաց։ Ճիշտ հասցեատիրոց չէ։ Դες որ միթիմիցեք հետաքրքիր օրինակ $620,000 որ նշում եմ նախ կարտը չէ թե օրինակ չիվե եւ եթե իսկապես կարող եք ես այդ հարցին կարողանամ պատասխանել բաց հավեսի դեպքում եթե դրա վերաբերյալ հստակ ապացույցներ կներկայացվեն հետեւաբար ես ոչ միայն կասկածում եմ այս ամբողջ աբսուրդի այլ նաև կասկածում եմ որ մենք կարողանալու ենք ապացույցներ ներկայացնել նաև Այսինքն բայց դուք 640,000 հետ կապված է դոլարի հետ կապված ինչ կարող եք ասել։ Ես ձեզ ամեն ինչի մասին իմացել եմ քրթական կոմիտեի հայտարարությունից։ Եվ ես այդ քրթական կոմիտեի ես իրավունք ունեմ կասկածի կադրոնելու, որտեղ դեռ վերջին շրջանակները Անդրանիկ Լևանյանը մեղադրում են Սորոսից գումար ստանալու մեջ, գնացի քիչ հեստելացիան փոխել է, հիմա էլ ասում խոսքն Ռուսաստանից է ստացել։ Պարոն Մակարյան, ես էլի կրկնում, ես Անդրանիկ Լևանյանին վստահում եմ, պրո հայրան։ Եթե համարում են Եվ հետևաբար ես ակնկալում եմ, որ այս աբսուրդը պետք է կարողանա հիմնավորել ապացույցներով, որ ես խիստ կասկածում եմ։